Պարոն Մամիկյանյան, տեսեք, երեք վարչապետի իմպիչմենտի թեկնածու Դավիթ Համբարձումյանն էր կոչով հայտարարությամբ հանդես եկել ուղղված քաղաքական ուժերին, ինչու նոր, այսպես ասենք, որոշեցիք նորից արթնացնել այս թեման իմպիչմենտի, ինչ հաջողություն կարող է ունենալ այս անգամ եւ ըստ էության նաեւ ակնարկ էր փողոցային պայքար սկսելու, ճիշտ ենք հասկացել։ Ճիշտ ասած, այդտեղ ձեր ձևակերպումներից մի քանիսի հետ ես համաձայն չեմ, պարոն Ֆարաջան։ Առաջին իմպիչմենտի թեման քնած չի եղել, որ մենք արթնացնենք կամ այն չարթնացնենք։ Դա միշտ մեր օրակարգի թիվ 1 հարցն է։ Իմ համեստ կարծիքով դա վերջին շրջանում միակ ամբողջական առաջարկված ծրագիրն է ընդդիմության կողմից, իսկ Դավիթ Համբարձումյանը, քաղբանտարկյալ Դավիթ Համբարձումյանը, մեր ընկեր Դավիթ Համբարձումյանը հանդիսանում է իմպիչմենտի միասնական թեկնածու։ Ես երկար կարող եմ գովերքի խոսքեր շռայլել պարոն Համբարձումյանի երեկվա նամակի հետ կապված, որը պետական մտածողության ընդհանրական բոլորիս ընդհանրական նպատակի այն է իշխանափոխության կարևորությունը գիտակցելու եւ երկրորդական նպատակները մի կողմ դնելու, ինչպես նաեւ անձնական ամբիցիաները մի կողմ դնելու հատկանիշներ էր, բայց կարծում եմ դա ակնհայտ է մեր քաղաքացիների համար։ Ինչ վերաբերվում է ձեր ասացին, որ ակնարկ կար, այդտեղ ակնարկ չէր, ուղիղ հղում էր փողոցային պայքարին, որովհետև իմ համեստ կարծիքով դեմ լինել իմպիչմենտին նշանակում է դեմ լինել փողոցային պայքարին, որը իմ կարծիքով ընդդիմության համար անընդունելի գործելավոճ է։ Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմինը մոտ օրերս նիստ կգումարի եւ արդեն իսկ պաշտոնական հայտարարությամբ իր եզրակացությունը կհայտնի այդ նամակի եւ առաջիկա process-ների վերաբերյալ։ Փողոցային պայքար է նախանշում պարոն Մամիկյանյան։ Թեպետ ես